Իմ ողջույն, վերջին անգամ երբ կիսվեցի իմ էջում վիզուալիզացիայի և երազանքների իրականացման իմ տեխնիկայով, շատ հարցեր բխեցին և կուզենամ ավելի մանրամասն պատասխանեմ այդ հարցերին։ Ինչով է օգնում վիզուալիզացիան։ Եթե մենք խոսենք որևէ հաջողակ, որևէ ռեալիզացված, որևէ երջանիկ մարդու հետ, մենք կիմանանք, որ նա միշտ տեսել է այն բեկետը, որտեղ նա հիմա է։ Սա նշանակում է, որ մինչև չերազենք, չենք ունենա։ Թվում է, թե ինչ դժվար բան կա երազելու մեջ, բայց կյանքի տեմպը եւ ամեն ինչը, ինչ որ կատարվում է հիմա, այն, որ մենք չենք կարողանում կենտրոնանալ 5 րոպեից ավել ոչնչի վրա եւ դա արդեն գիտնականները ապացուցել են, այս ամենը այնպես է արել, որ մարդիկ դադարել են երազեն։ Մարդիկ ուղակի ֆռում են, ասես սկյուռիկ լինեն անիվի մեջ եւ վազում են, թե ինչի հետևից են վազում, չեն հասցնում մտածել եւ մեկ էլ տեսնում են արդեն գնացել են թոշակի։ Այն, որ մենք գրում ենք մեր երազանքները ներկա ժամանակաշրջանով եւ սկսում ենք պատկերացնել, մեզ բերում է ուղակի էմոցիոնալ ավելի բարձր դաշտի մեջ։ Էմոցիոնալ ավելի բարձր դաշտը դա շնորհակալության զգացումն է, կարեկցանքն է, սերն է ուղակի առանց պատճառ։ Դա ջերմության, սենց էներգիայով լցվելու, սիրելու ամեն ինչ, բնությունը, երկինքը, նույնիսկ վատ սիտուացիաները մեր կյանքում սիրելու այդ իրավիճակներն են։ Իսկ վատ էմոցիաները բազմիցս շեշտել եմ, նորից ասեմ, վախը, տագնապը, ամեն ինչ ղեկավարելու ցանկությունը, արագ մեր նպատակներին հասնելու ցանկությունը, երբ որ դա ասես լինի ինչ որ բան ղեկավարման միջոց, որ մենք ուզում ենք ամեն ինչ մենք ինքներս, այսինքն այդ բռնանալու, մեր ճակատագրին բռնանալու այդ իրավիճակը եւ այլն, այս բոլորը վատ տեղից են գալիս եւ վախը իհարկե։ Եվ ինչ է կատարվում, երբ մենք վիզուալիզացնում ենք։ Դուք նկատել եք, որ երբ վիզուալիզացնում եք, օրինակ վիզուալիզացնում եք ձեզ ինչ որ մի սեփական տան բակում նստած, որտեղ կա ալողավազան եւ այլն, եւ դա ձեր տունն է, դուք ինչ որ էմոցիա եք զգում, որը ձեզ թույլ չի տալիս, որ դուք հավատաք, որ դա ձեր տունն է։ Այդ էմոցիայի անունն է վախ։ Վախը ստեղծված է, որպեսզի մանիպուլացնի մեզ եւ պահի իր ճիրաններում, որպեսզի մենք դուրս չգանք այդտեղից եւ չհավատանք, որ կա Աստված, որ կա տիեզերքը, որ կանք մենք, ովքեր կարող են լինել շատ ուժեղ, ովքեր կարող են լինել ստեղծարար, ովքեր կարող են ունենալ լավ ցանկություններ կապված աշխարհի հետ, ինչպիսիք են օգնել մարդկանց, ինչպիսիք են լինել լավ ծնող, մեծացնել արժանի երեխաներ, լինել իդեալական հարաբերությունների մեջ մեր ամուսնու հետ, ունենալ գումարներ, այս ամեն ինչը մենք ունենք վախ, որովհետև մեզ արդեն ներշնչել են մեր փոքր տարիքից, որ պետք է վախենալ ունենալ այդ ամեն ինչը։ Իրականում ուղղակի եթե դուք հասկանում եք, որ վախենում եք ինչ-որ մի բանից, նայեք ձեր վախի աչքերի մեջ ու գնացեք այդտեղ։ Ուղղակի կուլ տվեք ձեր վախը, որովհետև միայն այդ վախերը հաղթահարելով կգաք եւ կհասնեք եւ կգտնեք ձեր իսկական եսին, ով անվախ է։ Մեզ ներշնչել են, ես շատ եմ այս վերջերս լսել այսպիսի բառեր, ես աստվածավախ եմ։ Պետք է լինել աստվածասեր, ոչ թե աստվածավախ։ Աստված չի ուզում, որ մենք իրենից վախենանք։ Աստված ուզում է, որ մենք իրեն սիրենք եւ հարգենք, ինչպես ուզում է յուրաքանչյուր ծնող։ Չեմ կարծում, որ կա ծնող, ով ուզում է, որ երեխան իրանից վախենա։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեզ սիրեն եւ մեզ հարգեն։ Եվ երբ մենք մեզ թույլ ենք տալիս վիզուալիզացիայով պատկերացնենք մեր ուզած տունը, մեր ուզած ավտոմեքենան, մեր ուզած իդեալական ընտանիքը, այո, իդեալական ընտանիքը, որովհետև այն լրիվ հնարավոր է։ Մեր ուզած իդեալական հարաբերությունները, մենք պատկերացնում ենք մեզ այդ ամեն ինչի մեջ երջանիկ։
Մեր էմոցիաները սկսում են փոխվել։ Մենք լցվում ենք շնորհակալությամբ, երախտագիտությամբ, բարի էմոցիաներով, մենք լցվում ենք ուրախությամբ, երջանկությամբ, եւ կարծես երբ մենք դառնում ենք այսպիսի մի ուրախ սմայլիկ, մենք ձգում ենք մագնիսի պես այն ամեն ինչը, ինչը ուրախ մարդու համար է, հա, մենք արդեն մեծանում ենք եւ տեղավորվում է մեր մեջ այդ ամեն ինչը։ Բայց երբ մենք փոքր ենք, թույլ չենք տալիս մեզ երազել, թույլ չենք տալիս մեզ ուզել, թույլ չենք տալիս մեզ պատկերացնել, թույլ չենք տալիս այդքան առաջ մտածել, երբ որ մենք ուղակի կարծես մեր սրտի մեջ կա վախ, մեր սրտի մեջ մենք չունենք այդ տունը, բայց մենք ասում ենք տուն, դա չի կարող լինել, ուղակի դա չի կարող իրականանալ։ Վիզուալիզացիան օգնում է մեզ, որպեսզի մենք շնորհակալ լինենք։ Վիզուալիզացիան օգնում է մեզ, որպեսզի մենք հասկանանք մեր իրական պոտենցիալը։ Վիզուալիզացիան օգնում է մեզ, որ մենք հավատանք, որ մենք ավելին ենք, քան կանք։ Աստվածաշնչի մեջ այսպիսի խոսքեր կան, որ եթե իսկապես հավատաս, ուրեմն կունենաս, եւ նաեւ կա, որ քո հավատը քեզ փրկեց, ինչը նշանակում է, որ ոչ թե Աստված վերևում նստած մի առանձին պապիկ է, ով սպասում է մենք ուզենք եւ նա կորոշի մեզ տա թե ոչ, այլ նշանակում է, որ միայն երբ մենք հավատանք, ինքը կտա։ Ոչ թե ինքը կտա, այլ տիեզերքը կուղարկի մեզ, բայց արի ու տես, ինչքան դժվար է մարդուն անել այդ տարական բանը, հավատալ։ Հավատալ, որ մենք արժանի ենք։ Հիմնական մարդկանց խնդիրը հենց այն է, որ իրանք չեն հավատում, որ իրենք արժանի են սիրո, չեն հավատում, որ արժանի են սիրո Աստծո կողմից, չեն հավատում, որ արժանի են ունենալ լավ հարաբերություններ ուղղակի, չեն հավատում, որ արժանի են, որ իրենց սիրեն, չեն հավատում, որ արժանի են մի հատ տուն ունենան, ինչ կա այդտեղ։ Ինձ չի, որ ես իմ ինչ եք ուզում, հա մի հատ կարող է տուն ուզեք ու ձեզ թվա, որ դուք դրան արժանի չեք։ Չեն հավատում, որ արժանի են մեծ գումարներ ունենան, առողջ բալիկներ ունենան, չեն հավատում, ուղղակի իրանք են փոքրացնում իրանց, մարդը կարող է փոքրանալ եւ սկսի չհավատալ։ Դա մեղք է, երբ մենք չենք հավատում, որ մենք արժանի ենք։ Երբ մենք թերագնահատում ենք տիեզերքին, թերագնահատում ենք արարչին, թերագնահատում ենք ինքներս մեզ, եթե ոչինչի չեք հավատում, չնայած շատ դժվար է այն մարդկանց, ովքեր ոչինչի չեն հավատում։ Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր ոչինչի չեն հավատում, դա իրենց ամենաառաջնային խնդիրն է, որովհետեւ վերցնել աշխարհի պատասխանատվությունը միայն քո վրա եւ մտածել, որ ոչինչ չկա, շատ մութ տեղ պետք է որ լինի։ Հավատքը շատ հզոր բան է։ Եթե դու հավատում ես, դու գիտես, որ քեզ սիրում են, որովհետեւ քեզ նախ թույլ են տվել, որ դու ծնվես։ Եթե դու հավատում ես, դու գիտես, որ դու շատ ավելի մեծ ես, քան այս մարմինդ։ Սա ուղղակի ժամանակավոր տուն է, միջև դու կգնաս այնտեղ, որտեղից եկել ես ու կհասկանաս ինչու ես եկել։ Հավատքը մեզ փորձում է, որ մենք հասկանանք, որ սերը հնարավոր է եւ մենք եկել ենք ստեղ, որպեսզի ինչ-որ բաներ սովորենք։ Հավատքը օգնում է, որ այս process-ին մենք վերաբերվենք որպես ոչ թե նպատակակետ, այլ process, ընթացք, դասեր, որի ժամանակ մենք պետք է սովորենք, կատարելագործվենք, փոխվենք, հասունանանք եւ դառնանք այն հոգիները, ովքեր արժանի զավակ են վերևի համար։ Հավատքը օգնում է, որ մենք ունենանք այդ հույսը, որովհետեւ եթե կարծես, որ չկա արարիչ, քեզ ոչ մեկ չի ստեղծել, ուղղակի դու ծնվել ես եւ կենդանու պես ապրելու ես եւ մահանաս, չկա հոգի, չկա ոչինչ, գիտեք հոգին ստեղ է ապրում, այս սրտի մեջ։ Այ հենց հիմա դուք ինքներդ ձեզ որ հարցնեք, դու ստեղ հոգի ես, թե ոչ մեկ չկա, մեռնելու ես գնաս։ Ինչա ձեզ ասում։ Ասում ա, որ հոգի եք։ Ես չեմ կարծում, որ այս աշխարհում ինչ-որ մի բան ինձ կարող է համոզել, որ չկա հոգի, բացի այն տարբեր բաներից, որ ինձ հետ եղել է իմ կյանքի ընթացքում, որով ես ուղղակի չեմ կարող հերքել հոգու լինելու փաստը, նաև կա զգացողություն ու ես շատ հաճախ եմ լսում իմ սրտին,
Իմ սիրտը գիտի, որ ես հոգի եմ, ով այստեղ եկել է եւ ես արժանի եմ ունենամ սեր, հաջողություն, ուրախություն, երջանկություն, ապրում իմ կյանքը ամենալավագույն ձևով։ Աշխարհում ինչ որ մարդկանց ձեռ չի տվել եւ նրանք ստեղծել են այն ամենը, ինչը կվերացնի մեր լավ էներգիան, մեր սերը մեր մեջից, ստեղծել են վատ տեսահոլովակներ, որ մենք նայենք ու մտածենք, որ թմրանյութերն ու ծխախոտը ու բոհեմական կյանքն է օքեյ, ռիլզերն ու բրենդային շորերն ու կոշիկները, որ մենք մտածենք, որ բրենդ հագնելն է օքեյ, այս աշխարհը, որտեղ ամեն ինչ ոչ թե մարդասիրությամբ է չափվում, այլ գումարներով, որ մենք մտածենք գումարներն է օքեյ, հարաբերությունները, որտեղ դավաճանելը միտեղ ոնց որ քուլ է տղաների համար, հա, կայֆոտ է, որ տղամարդը մի հատ կին ունի, մի 3 հատ է սիրած ունի, որ այդ լավ է ու մարդիկ հասկանան, որ դրանով իրանք ինքնահաստատվում են։ Այսպես քիչ, ասես աշխարհը փչացել է, ու մենք եկել ենք ու հասել ենք այնտեղ, որտեղ լավ էմոցիա ու ուղակի բնությունից, ուղակի նրանից, որ կանք, ուղակի սովորական ժպիտից, սովորական սիրած մարդու հպումից մենք էլ հաճույք չենք ստանում։ Մարդկանց պետք է ալկոհոլ, մարդկանց պետք է թմրանյութ, մարդկանց պետք է ակումբ, մարդկանց պետք է տկլոր աղջիկներ, ու այս ամեն ինչի մեջ ասես մարդը ուղղակի իրավունք չունի սիրելու, մարդը ընկած մանա գալի, ում սիրի, ոնց սիրի, մեզ անընդհատ սովորեցնում են, որ մենք դպրոցից սկսած մեզ սովորեցնում են, որ համեմատվելն է նորմալ, գնահատական ստանալն է նորմալ, վատը նախանձն է նորմալ, տունն են նույնիսկ ասում, ինքը արեց դու չարեց, իրեն մեզ սովորեցնում են, որ այս վատ բաներն է նորմալ, մեզ չեն սովորեցնում, որ մարդասիրությունն է նորմալ, մարդկանց մասին մտածելն է նորմալ, բարի գործեր անելն է նորմալ, ուղղակի հաճույք կյանքից հաճույք ստանալն է նորմալ, ոչ թե հաճույքներից հաճույք ստանալն է նորմալ։ Մի ռուս հոգևորական եմ լսում, եպիսկոպ Ավգուստին, եթե մարդիկ կան կուզենան լսեն, վայ, այնքան եմ սիրում այդ մարդուն, այնքան լավ է նկարագրում, որ դատարկ եկեղեցիներն իս դրա կողքը լի հիվանդանոցներ, լի երեխաներով, լի մեծահասակներով, մարդիկ բոլորը հիվանդանում են, հասկանում եք, այդ հիվանդությունը ուղղակի չի կարա գա, ինքը մի օրում չի հայտնվում։ Խնդրում եմ ինձ կոմենտներում չասեք, որ մի օրում քնեցինք, արթնացանք ու հիվանդ էինք։ Մարդկանց հիվանդ երեխաները գալիս են նրանից, որ մարդն է միջև այդ չհավատում, մեղք գործում, մարդու ընտանիքում են մեղք գործած լինում, օրինակ այդ մարդը, որ ինձնից չասեմ, հա, իմ վրա քար չնետեք, չնայած իմ լսարանը լավն է, ես հեյթի գրեթե չեմ արժանանում, հակառակ ամենտեղ ինձ տեսնում եք, նույնիսկ լինում է գրկում եք, պաչում եք, սիրում եք, չգիտեմ, ես ուղղակի աշխարհի երջանիկն եմ, որ ձեր պես լսարան ունեմ, բայց ամեն դեպքում կուզենամ ասեմ, որ ես հոգևորականը ինքը եպիսկոպոս է, ռուսական եկեղեցու, Ավգուստինի ինքը ասում է, որ մարդիկ կան, օրինակ իրանց մարդիկ կան 10-20 երեխա են աբորտ անում ու հետո զարմանում են, որ մի երեխան հիվանդ է ծնվում կամ ինչ-որ սինդրոմով։ Մարդիկ կան, աշխարհի դավաճանությունը անում են, հետո զարմանում են, որ երեխայի հետ խնդիր է լինում կամ գիտեք, այնքան ծանր թեմաներ է, ես չեմ ուզում նույնիսկ ինձ վերապահեմ այս խոսքերը ասեմ, որովհետև ընդհանրապես ես աշխատում շատ զգույշ լինեմ իմ խոսքերից, բայց չեմ ուզում երեխաներից ընդհանրապես խոսեմ, ուզում եմ ասեմ, որ հաճախ մեր ընտրությունները դեպի մեղքը, մեր ընտանիքի, մեր ծնողների ընտրությունները դեպի մեղքը, նույնիսկ մեր ծնողների ընտրությունը դեպի մեղքը կարող է միջև անգամ մեզ պահել այդ ատելության մեջ, որովհետև հենց մարդը սովորեց այդ սիրելու ու շնորհակալության ձևը ինքը դուրս է գալիս այս մատրիցայի մեջից։ Ուղղակի դա է դժվար։
Դա դժվար է, մինչև այդ կետը գալը դժվար է, որովհետև մեզ ասես աշխարհը անընդհատ քաշում է ներքև իր բոլոր հրապուրանքներով եւ ամեն ինչով հանդերձ քաշում է ներքև։ Այդ ցանկասիրությունը, այդ ամեն ինչը, այդ խափելու ցանկությունը, դավաճանությունները, ստերը, մանիպուլյացիաները, չգիտեմ։ Մենք ավելին ենք արժանի, որովհետև մենք Աստծո զավակներն ենք։ Մենք Աստծո երեխաներն ենք։ Ուղղակի մենք պետք է հիշենք, որ մենք Աստծո երեխաներն ենք, ոչ թե մոռանանք։ Մենք պետք է դիմենք Աստծուն մեր աղոթքների մեջ, մենք պետք է հիշենք նրան, մենք պետք է աշխատենք, սիրենք մարդկանց։ Այս վերջերս բառեր կան, գրել եմ ու դրել եմ հեռախոսիս էկրանին։ Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես կուզես, որ Աստված վերաբերվի քեզ։ Ինչ սիրուն է։ Եթե ուղղակի ամեն մեկդ կարողանաք մարդկանց վերաբերվեք այնպես, ինչպես կուզեք Աստված վերաբերվի ձեզ, օրինակ իմ վերջի վիդեոները նայում է 1700, ունեմ վիդեո 2000 քանի 2200 մարդ։ Պատկերացնում եք 2000 մարդ մեր երկրում վերաբերվի միմյանց նենց, ոնց ուզում է, որ Աստված իրեն վերաբերվի, այսինքն սիրով, կարեկցանքով, ներելով։ Այ դուք ասեք, իմ առաքելությունը մեծ կլինի, եթե 2000 հոգի կարողանա մի օր իրար սիրի ու վերաբերվի նենց, ոնց կուզեր, որ Աստված վերաբերվի իրեն։ Այդքանն էլ անեմ հերիքա։ Ես ձեզ սիրում եմ, ու ես այս վիդեոյով ուզում եմ իսկապես շնորհակալ լինեմ ձեզ, որ դուք կաք։ Աստծուն, որ ստեղծել է ինձ ու ձեզ ու YouTube-ին, որ տվել է հնարավորություն, որ ես կարողանամ խոսեմ ձեր հետ։ 2000 հոգի, ինչ մեծ թիվ է, չէ, 2000 հոգի մարդ ինձ նայում է, բայց դրսում մեկ հոգու տեսնում եմ, խառնվում եմ, իրար չեմ պատկերացնում, որ 2000 հոգին ռեալ մարդիկ են, ովքեր իմ մտքերը սենց նստած լսում են ու հասկանում են։ Նենց էներգիա է հիմա ստեղ կանգնած, ես չգիտեմ դուք զգում եք թե չէ, ես այս էներգիան ուղարկում եմ ձեզ, իմ սրտից, ուղղակի սենց սրտանց ձեզ, ես ձեզ գրկում եմ, ես ձեզ շատ եմ սիրում։ Եկեք մենք ուղղակի դուրս գանք, փորձենք անընդհատ կատարելագործվենք ու դառնանք Աստծո այն երեխաները, ում ինքը շատ է սիրում։ Փորձենք ձգտենք գտնենք այդ լույսը, այդ սիրունությունը մեր մեջ ու հասկանանք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, հերիքա սպասենք, որ ուրիշը գծագրի եւ ապրի մեր կյանքը։ Մենք կարող ենք պատկերացնել ամենալավ բաները եւ ստեղծել այդ ամենալավ բաները։ Մենք իրոք ունակ ենք, մեզ Աստված արդեն կատարյալ ստեղծել է, որ մենք կարողանանք ստեղծենք այն իդեալական աշխարհը, ուղղակի մենք զլանում ենք ու ուրիշ բաներով ենք զբաղվում, հետո ասում ենք, որ սենց չէր, նենց չէր։ Ամեն օր ուղղակի շնորհակալ եղեք, օրը մի քանի անգամ այն ամենի համար, ինչ ունեք եւ փորձեք միայն լավ էմոցիաներ զգաք, դուրս եկեք այդ վատ էմոցիաներից, որպեսզի լավ բաներ լինեն ձեր հետ։ Սա փորձված մեթոդ է։ Եթե ինձ չօգներ, ես չէի ասի եւ հանցագործություն կլիներ չկիսվել, եթե ինձ օգնել է ու պահել իմ մեջ, որ ոչ մեկ չիմանա, մենակ ինձ լավ լինի, սա այդպես չի աշխատում։ Ես նայում եմ, որ ես ուղղակի ես գիտելիքի փոխանցողն եմ, ուղղակի ոնց որ ինչ որտեղ ես եմ ընտրվել կամ ես եմ որոշել, որ ես եմ ընտրվել, չգիտեմ, բայց իմ միջոցով ինչ որ գիտելիք է, որ գալիս է հաճախ, ես երբեք չեմ մտածում ինչ եմ խոսելու, ես միացնում եմ ու ուղղակի խոսում եմ ու մեկ-մեկ այնքան ուժեղ է ստացվում, մեկ-մեկ այնքան այնպիսի բաներ է գալիս ձեր համար, որ ես տենց անջատում եմ, մտածում եմ, ես ով էր խոսում։ Չգիտեմ, ինչքան ուժեղ ու սիրուն է կյանքը, երբ դու կարողանում ես ոչ միայն քո մասին մտածել, երբ դու կարողանում ես չսպասել, որ քեզ կսիրեն, այլ դու ես սիրում։ Շատ սիրուն։ Ձեզ բոլորիդ գեղեցիկ օր եմ մաղթում, սիրում եմ ձեզ, փակա։